որոշ քաղաքական ուժերին, որոնց թվում է, թե իրենք միայնակ կարող են հաղթել, ոչ ոք միայնակ չի կարողանալու հաղթել։ Սա միանշանակ է արդեն։ Երկրորդը, մարդիկ, որ իսկապես ուզում են տեսնել միասնական ուժերի համախմբում, դա նույնպես հստակ է եւ դա նույնպես երկընտրանքի առաջ է կանգնացնում շատ շատերի։ Եվ կարևորը նա է, որ այդ գաղափարը միասին շարժվելու, միասին որոշելու, դա իսկապես այսօր հասարակության պահանջն է։ Եվ այստեղ է, որ պետք է ասել, որ քաղաքական ուժերի հիմա այս պահին փորձերը այսիչից հրաժարվել այն ինչի մոտ գնալ կամ այս ուղղությունը փոխել, սխալ է, եթե իրենք չեն ներկայացնում համապարփակ մի ծրագիր, որը այս պահին ժողովուրդը հասկանա, որ իրոք լինելու այլընտրանքային։ Կոնկրետ հարցերը տեսեք որն են։ Եթե մենք արտաքին քաղաքականության հետ ենք կապում, այս նաև դժգոհությունը հիմնական եւ անվտանգության հետ կապված, ապա այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա։ Մարդիկ տեսնելով ինչպիսի քաղաքականություն է վարում այսօր Նիկոլ Փաշինյանը, տեսնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած քաղաքականությունը մեր նկատմամբ։ Եվ սա բերում է հենց այդպիսի հակադարձության։ Եվ մենք իրականում պետք է մարդկանց ասենք, նրանք արդեն էլ չեն դնում այս խաղաղություն պատերազմ հարցադրումը։ Եթե նրանք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից, դա արդեն միանշանակ է, որ սա պատերազմ է, այլ ոչ թե իրական խաղաղություն։ Այնպես որ հարցերը շատ են եւ ես ուղղակի ուզում ասեմ, որ միասին շարժումը հենց այնպես չի ձևավորված, որ լինի ուղղակի անունը միասին, մենք այդ միասին գաղափարը պետք է իրականացնենք եւ ես կարծում եմ, որ դա հաջողվելու է մեզ առաջիկա այս 1-2 ամսվա ընթացքում։ Հիմնականում խնդրեմ, հիմա կարող եք հարցեր տալ։ Լավատեսությունը անպարագիծ, դե միասին միասնության կան եւ միասնության թեվեր։ Այսինքն շատերը միասինի մասին խոսում են, բայց հասարակությունը չի տեսնում այդ միասինը։ Այսինքն հասարակությունը պատրաստ է, քաղաքական ուժերը ոչ։